Հացիկ գյուղը մոտ 3 տասնամյակ մնացել էր առանց մանկապարտեզի։ Տարիներ շարունակ գյուղի երեխաները ստիպված են եղել նախադպրոցական կրթություն ստանալու համար ամեն օր ճանապարհ անցնել դեպի հարևան համայնքներ։ Ինչպես ժողովրդական խոսքն է ասում, աչքը տեսածին է հավատում եւ այսօր մենք տեսնում ենք, թե ինչպիսի շինարարական աշխատանքներ են իրականացվում Արմավիր համայնքում եւ առհասարակ Հայաստանի Հանրապետությունում։ Այսօր գյուղում մեկնարկում են երկար սպասված մանկապարտեզի շինարարական աշխատանքները։ Հացիկում դրված նոր մանկապարտեզի հիմքում թողնվեցին նամակներ ապագա սերունդների համար։ Դրանք խաչմերուկ են անցյալի ու գալիքի միջև, հիշեցնելով, որ այս շինարարությունը միայն շենք չէ, այլ ներդրում երեխաների ապագայի մեջ։ Ինչ աչքով տենում ենք, հենց այդ էլ անում ենք։ Ինչպես քաղաքապետը նշեց, աչքի տեսածին ենք հավատում եւ դուք բազմիցս տեսել եք մենք ինչ գործ ենք արել մեր ապագայի համար մեր երեխաների։ Նոր մանկապարտեզի կառուցումը գյուղում տարիներ շարունակ կուտակված խնդրի լուծում է։ Մանկապարտեզի կառուցման աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրով, 30% համայնքի, 70% պետության ֆինանսավորմամբ, ներկայացնում է Արմավիր համայնքի ղեկավարը։ Սա կարելի է ասել Հայաստանի համար շատ ժամանակակից մանկապարտեզ է, այն իր մեջ ներառում է ժամանակակից ուսում ստանալու բոլոր հնարավորությունները, ինչպես նաև կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար է նախատեսված է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների եւ մարդկանց համար, այսինքն մանկապարտեզում առաջին անգամ Արմավիր համայնքում կրթական հիմնարկներում տեղադրվելու է վերելակ եւ դա լինելու է հենց Հացիկում։ Դպրոցականներն ափսոսանքով են նշում, որ իրենց մանկության տարիներին մանկապարտեզ հաճախելու հնարավորություն չեն ունեցել։ Մենք չենք գնացել մանկապարտեզ։ Մեր մանկապարտեզը բաներ են, փոքր դասարաններ, մի քանի ամիս են գնացել նախակրթարան են գնացել։ Նախադպրոցական կրթությունը կարևոր հիմք է դպրոցական կրթության վրա։ Ուսուցիչներն արձանագրում են ու ավելացնում։ 30 տարի մանկապարտեզ չունեցած գյուղի համար սա մեծ ձեռքբերում է։ Ոչ միայն բնակիչ եմ, այլ նաև դպրոցում դասավանդում եմ հայոց լեզու գրականություն Հացիկի միջնակարգ դպրոցում եւ փաստը անչափ ուրախալի է։ Իդեպ ասեմ, ժամանակին համայնքը ունեցել է մանկապարտեզ, Ղարաբաղյան շարժումից հետո փլուզում եւ այլն, իսկ հիմա անչափ ուրախ ենք, որ վերջապես համայնքի երեխաները կունենան այն բնօրրանը, որին իրենք կարոտեն։ Մանկապարտեզի բացակայությունը տարիներ շարունակ դժվարություն է ստեղծել թե ծնողների, թե երեխաների համար։ Երբ որ գյուղում չկա մանկապարտեզ, երբ որ երեխան գալիս է առաջի դասարան, այլ է լինում, իսկ երբ որ ունենանք մանկապարտեզ, երեխաները փողոցում չեն լինի, իհարկե շատ են ուրախացած ամբողջ համայնքը, մենք առավել ևս դպրոցի ուսուցչուհիներով, եւ հույս ունենք, որ ամեն ինչ կլինի շատ ավելի լավ։ Ընտանիքների մեծ մասը մինչ այժմ ստիպված են եղել ամեն օր իրենց երեխաներին տեղափոխել այլ բնակավայրի մանկապարտեզներ, ինչը թե ֆինանսական, թե ֆիզիկական բեռ է եղել նրանց համար։ Հոգով ուրախացել եմ նրա համար, որ 30 տարի ոչ մի բան տեղի չի ունեցել, ոչ մի հիմնարկել, ոչ մի բան չի։ Այսօր սրանով պատկերացրեք շատ ուրախ։ Այսօր դրված հիմքը վկայում է, որ Հացիկում սկսվում է նոր փուլ, հավասար հնարավորություններով ավելի պաշտպանված եւ զարգացող մանկության համար։ Հացիկ գյուղի մանկապարտեզի հիմքերը դրված են։ Գյուղի մանկապարտեզը շուտով այս տեսքը կունենա։ Շողեր Ղլիջյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։